Ողջույն, ժամեր առաջ ԱՄՆ Սենատը գրեթե միաձայն հավանություն տվեց Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին, քննարկելու ենք նոր հնարավոր պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի վրա։ Պետեկամուտների կոմիտեի համաձայն այս տարվա առաջին կիսամյակում առաջին 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 378.4 միլիարդ դրամ հարկ և տուրք։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սա ավելի շատ է, բայց եթե վերացում ենք դոլարի, պարզ է դառնում, որ հայաստանյան օլիգարխներ ավելի քիչ հարկ են վճարել, քան 2014-ին, այս տարվա առաջին կիսամյակում վճարել են 781 միլիոն դոլար, 2014-ի առաջին կիսամյակում 791.2 միլիոն դոլար։ Հայաստանի գազային մոնոպոլիստը Գազպրոմ Արմենիա ընկերությունը երկրորդ տարին է նվազեցնում է իր հարկային վճարները, այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե է փոխանցել 24 միլիարդ 469 միլիոն, անցած տարվա առաջին կիսամյակում այն վճարել էր 24 միլիարդ 560, իսկ 2015 թվականի առաջին կիսամյակում 24 միլիարդ 616 միլիոն դրամ հարկ։ Հիշեցնենք Պետեկամուտների կոմիտեի ներկայիս նախագահ Վարդան Հարությունյանը Գազպրոմ Արմենիայի ղեկավարն էր։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով այս հոկտեմբերին ԱՄՆ գործընկերների հետ քննարկելու են երկու երկրների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հարցը, ներկայում Հայաստանը նման համաձայնագիր ունի 46 երկրների հետ։ ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը առաջարկել է կոնգրեսին 100 միլիոն դոլար դրամաշնոր հատկացնել Հայաստանի դպրոցներին ինժեներական մաթեմատիկական կրթության զարգացման համար, ըստ էության կոնգրեսականի նոր նախաձեռնությունը գալիս է փոխարինելու հազարամյակի մարտահրավեր ծրագրին, որի շրջանակում դեռ 2006-8 թվականներին Հայաստանը մոտ 170 միլիոն դոլար դրամաշնոր ստացավ Միացյալ Նահանգներից։ Երբ 2008 թվականին աշխարհում պայթեց ֆինանսատնտեսական ճգնաժամը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հավաստիացնում էր, թե այն կշրջանցի Հայաստանը, արդեն հաջորդ տարի մենք ունեցանք 14.1% տնտեսական անկում, նույն իրավիճակը եղավ փաստորեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման դեպքում, երբ որ իշխանությունները հավաստիացնում էին, որ այն առանձնապես ազդեցություն չի ունենա Հայաստանի նկատմամբ, բայց մենք տեսանք, որ անցած տարի 2016-ին Հայաստանը ունեցավ գրեթե 0-ին մոտ տնտեսական աճ, 0.2%։ Այս շաբաթ Միացյալ Նահանգների կոնգրեսի երկու պալատները գրեթե միաձայն հավանության արժանացրեցին, ինչպես նշված է, Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի կառավարությունների ագրեսիան հակազդող օրինագիծը։ Այն կարևոր է նաև Հայաստանի համար, որովհետև նոր պատժամիջոցներ է ենթադրում Երևանի առևտրատնտեսական հիմնական գործընկերներից մեկի Ռուսաստանի նկատմամբ։ Օրինագիծը չի պարտադրում, սակայն հնարավորություն է տալիս ԱՄՆ նախագահին ու ֆինանսների նախարարին ընդլայնել Մոսկվայի նկատմամբ դեռ 2014-ից սահմանած պատժամիջոցները։ ԱՄՆ հանրապետական ու դեմոկրատական կուսակցությունները հայտարարել են օրինագծի շուրջ համաձայնության մասին, դա ցույց տվեց նաև քվեարկությունը ներկայացուցիչների տանն ու Սենատում, ուստի դիտորդները գրեթե բացառում են, որ նախագահ Թրամփը այն չի ստորագրի։ Ռուսաստանի մասով օրինագիծը երկու առանցքային կետ ունի, այն արգելում է նախագահ Թրամփին առանց կոնգրեսի համաձայնության չեղարկել Մոսկվայի նկատմամբ սահմանած պատժամիջոցները և նոր պատժամիջոցների հնարավորություն է բացում, արգելում է տեխնոլոգիաներ վաճառել ռուսաստանյան այն ընկերություններին, որոնք զբաղված են Արկտիկայում խորքային ջրերում նավթի արդյունահանմամբ և թերթաքարային նավթաարդյունահանմամբ, արգելում է $1 միլիոն ավելի ներդրումները ռուսաստանյան նավթագազային խողովակաշարերում, ինչի պատճառով վտանգի տակ են հայտնվում թուրքական հոսք, Հյուսիսային հոսքի 2 և Սախալին 2 նախագծերը։ Բացի այդ, կրճատվում է ԱՄՆ-ում վարկեր վերցնելու ռուսաստանյան բանկերի համար նախատեսված ժամկետը, այժմ կարող են առավելագույնը 30 օրով վարկ վերցնել, ըստ նոր օրինագծի ժամկետը կդառնա 14 օր, սա պատժամիջոցների ամբողջական շարքը չէ։ Հյուրընկալել ենք հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոն Հայաստանի ղեկավար Հեղինե Մանասյանին և տնտեսագետ Արտակ Մանուկյանին, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Տիկին Մանասյան, ինչ եք կարծում, որքանով այս նոր հնարավոր պատժամիջոցները ամերիկյան կարող են վնասակար լինել Ռուսաստանի տնտեսության համար։ Մեծապես 2014 թվականից դրանք շարունակական ազդեցություն ունեն։
Ռուսաստանի տնտեսության վրա եւ հատկապես այն ճյուղերի վրա, որոնք որ էական նշանակություն ունեն Ռուսաստանի արտահանական ճյուղի վրա, նավթագազային արդյունաբերության, ֆինանսական հատվածի եւ բնականաբար Ռուսաստանի լինելով մեր Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը, Ռուսաստանում տնտեսական անկման միտումները վաղ թե ուշ կփոխանցվեն նաև Հայաստան։ Ես մի քիչ Հայաստանի մասով մենք դեռ խոսենք, Տիկին Մանասյան, Պարոն Մանուկյան, տեսեք, Ռուսաստանի տնտեսությունը նախորդ 2 տարիներին 15 թվականին, 16 թվականին անկումներով փակեց եւ դա իրոք ազդեցություն ունեցավ նաեւ Հայաստանի վրա։ Հիմա այս տարի սպասվում է, որ Ռուսաստանի տնտեսությունը աճ կունենա, փոքր, բայց աճ կունենա։ Կարծում եք, որ այս նոր հնարավոր պատժամիջոցները, որովհետեւ օրինագիծը, որը դեռ պետք է ստորագրի նախագահ Թրամփը, չի պարտադրում պատժամիջոցներ սահմանել, այլ հնարավորություն է տալիս ԱՄՆ նախագահին եւ ֆինանսների նախարարին, ազդեցություն կունենա եւ այս տարվա համար նախատեսված աճը Ռուսաստանում մենք չենք տեսնի։ Առաջինը պետք է նշել, որ եթե մենք դիտարկում ենք սանկցիաները կամ կամայական նման կարգի բացասական հետևանք, առաջի հարվածի ուժը շատ ավելի մեծ է լինում, քան հաջորդ։ Այսինքն, եթե մենք սանկցիաների ցանկը ինչ-որ մի բան ընդլայնենք, դա այն նույն ազդեցությունը չի ունենա, ինչ ունեցել է 14-15-ը, այսինքն ինքը օբյեկտիվորեն ավելի մեղմ ազդեցություն ունենալու։ Հիմա ինչ վերաբերում է ձեր ասածին, նախ ասեմ, որ այդտեղ հիմնական ազդեցությունը, որը կարող է նաև Ռուսաստանի վրա ունենա, ռուսական ռուբլու կայունացման հետ կապված ազդեցություններն են։ Սպասում եք, որ ռուբլին կարժեզրկվի որոշակի առումով։ Այո, պետական պարտատոմսերի, այնտեղ սահմանափակվածություններ կան եւ այլն, եւ մեծ հաշվով սա այս ամենը բերելու է նրան, որ հատկապես նոյեմբեր ամսին ռուսական մոտավորապես այն սցենարը, ինչ մենք տեսանք 2014 թվականին, բայց նույն ծավալով չէ կանգնկալ, նույն կտրուկ արժեզրկում չէ կանգնկալում։ Հիմա այս կոնտեքստով, եթե մենք նայում ենք, սանկցիաները կամայական բացասական զարգացում ունի որոշակի ժամանակային լակ, որտեղ որ արդեն ըստ էության սկսում է ազդեցություն ունենալ, եւ հետեւաբար նույնիսկ եթե դիտարկենք, որ հուլիսի վերջ մինչեւ Թրամփը ստորագրում է եւ կենսագործում է ու հաջորդ հենց ժամանակաշրջանին սկսում են իրականացնել, դրա իրական ազդեցությունը ավելի շատ կզգացվի նոյեմբեր, դեկտեմբեր ժամանակահատվածում։ Շատ լավ, գանք Հայաստան, ինչպես նշեցիք, Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերներից մեկն է, տեսնենք թե ինչ են մտածում Հայաստանում, Հայաստանի իշխանությունները ինչ կարծիքի են, ինչ ազդեցություն կունենան ամերիկյան նոր հնարավոր պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա։ Հայաստանի կառավարությունում հնարավոր են համարում բացասական ազդեցությունը երկրի տնտեսության վրա, սակայն ընդգծում են, այն էական չի լինի։ Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ նոր պատժամիջոցները էական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանի տնտեսության համար եւ այնտեղից էլ բումերանգի էֆեկտով կամ հակադարձ ճանապարհով ես ուղղությունները մի քանի անգամ նշել եմ, դա տրանսֆերտներն են, դա մեր արտահանման նկատմամբ պահանջարկն է եւ այլն, այդ ուղղություններով մենք ունենանք էական ցնցումներ։ Ինչի, որովհետեւ Ռուսաստանի տնտեսությունը արդեն սովորել է ապրել այդպիսի պատժամիջոցներով եւ լրացուցիչ խորացումը չեմ կարծում, որ մեր էական ցնցումների կբերի։ Բացասական ազդեցությունների հնարավոր է բերել եւ մենք տեսանք նաեւ որ Ռուսաստանի փոխարժեքը երբ որ Ամերիկայի պարլամենտի պալատը հաստատեց եւ դրանից հետո վերին պալատը հաստատեց երկու անգամ էլ որոշակի արձագանք գտավ փոխարժեքի մեջ ռուսական ռուբլի Միացյալ Նահանգների ԱՄՆ դոլարի նկատմամբ հարաբերություն երբ որ սկսեց արժեզրկվել, այո։ Օրինագիծը ուժ ստանալու համար դեռ պետք է արժանանա նախագահ Թրամփի հավանությանը, սակայն Ռուսաստանի ֆինանսական շուկան արդեն արձագանքել է, ռուբլին արժեզրկվեց, հուլիսի 23-ին 1 դոլարի համար բորսայում տալիս էին 58 ռուբլի 20 կոպեկ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի որոշումից հետո 60 ռուբլի 20 կոպեկ։ 2015-ի ապրիլին Ռուսաստանի դեմ դեռ առաջին պատժամիջոցների սահմանումից մոտ 1 տարի անց նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանեց, արևմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը կորցրել է 160 միլիարդ դոլար։ 2015-ին Ռուսաստանի տնտեսության անկումը կազմեց 2.8%, անկումը շարունակվեց 2016-ին 0.2%, ռուբլին արժեզրկվեց ավելի քան 2 անգամ, 16-ի հունվարին 1 դոլարի դիմաց տալիս էին ավելի քան 80 ռուբլի, 14-ի սկզբին դոլարն արժեր 33 ռուբլի։ 2014-ի վերջին արժեզրկվեց նաև հայաստանյան դրամը մոտ 20%, էականորեն կրճատվեցին Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտները։
2014-ին 1 միլիարդ 554 միլիոն դոլար էր, 15-ին 1 միլիարդ 8 միլիոն, 16-ին 896 միլիոն կամ 2014-ի համեմատ 57.6%-ով պակաս։ Նույն 2016-ին Հայաստանի տնտեսական աճը մոտեցավ 0-ին, գրանցելով ընդամենը 0.2% աճ։ Ֆինանսների նախարարը չի կարծում, որ Ռուսաստանի դեմ ամերիկյան հնարավոր նոր պատժամիջոցները նույն հետևանքները կունենան հայաստանյան տնտեսության համար։ Այս այն ինչ որ 14 թվականի վերջին եղավ եւ նման ազդեցություն Հայաստանի ֆինանսական շուկայի վրա, որ այդպեսին կլինի։ Ես չեմ կարծում, որովհետեւ Ռուսաստանի տնտեսությունը, ես նորից եմ ուզում կրկնեմ, արդեն իսկ կարծես թե սովորել է ապրել սանկցիաների այդ իրավիճակով եւ դա նաեւ ցույց է տալի փոխարժեքի վարկագիծը։ Էական ցնցումներ, կտրուկ տատանումներ Ռուսաստանի փոխարժեքում ռուբլի ԱՄՆ դոլար չի նկատվել։ Տիկին Մանասյան, դուք լսեցիք ֆինանսների նախարարի խոսքը, ասաց, որ որոշակի ազդեցություն կլինի, էական ազդեցությունը բացառեց, բայց մենք հիշում ենք 2014-ին ռուբլին արժեզրկվեց, այնուհետև դրամ արժեզրկվեց, ոչ այնքան, որքան ռուբլին դա բերեց նրան, որ մեր արտահանումները դեպի Ռուսաստան կրճատվեցին եւ արդյունքում 16-ին ըստ պաշտոնական տվյալների մենք ունեցանք 0.2% տնտեսական աճ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով փաստորեն Հայաստանը եւս մի ճգնաժամի բախվեց 2009 թվականից հետո։ Դուք հիմա ինչ հետևանքներ եք տեսնում հայաստանյան տնտեսության համար, եթե Միացյալ Նահանգները նոր այս պատժամիջոցները կիրառի Ռուսաստանի նկատմամբ։ Նախ ասեմ, որ ես մասամբ պիտի համաձայնեմ պարոն Արամյանի կարծիքի հետ, որովհետև Ռուսաստանը արդեն ադապտացվել է սանկցիաների ռեժիմին, ասեմ ավելին, հակագործողություններ է նաև ձեռնարկում, ընդամենը հիմա իմ ձեռքին կա 17 թվականի հունիսի 30-ին Պուտինի ստորագրած հրամանագիրը, որով նա երկարաձգում է ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան գործողության ժամկետը մինչև 18 թվականի վերջը։ Դրանից զատ Ռուսաստանը նաև ձեռք է բերել ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի մոտ 100 միլիարդ դոլարի միջոցներ, որոնք որ զսպիչ ազդեցություն են գործելու ռուբլի եւ դոլար փոխարժեքի վրա։ Կարծում եմ, որ այնուամենայնիվ այդ պատժամիջոցները իրենց ազդեցությունը կունենան, բայց կհասնեն արդյոք այն նպատակներին, որոնք որ հռչակվում են ԱՄՆ կողմից։ Եթե գանք Հայաստան, մեր տնտեսության համար դա ինչ ազդեցություն կունենա։ Մենք կունենանք այն պատկերը, ինչ 14 թվականին, թե կարծում եք իրավիճակը ավելի մեղմ կլինի։ Ես կարծում եմ, որ մենք լուրջ փոփոխություններ կգրենք Հայաստանը, քանի որ հիմա ռուբլին սկսել էր արժևորվել եւ դա նշանակում էր, որ աշխատուժը, որը Հայաստանից մեկնել է Ռուսաստան եւ տրանսֆերտներ էր ուղարկում Հայաստան, այդ միջոցները շատ ավելի մեծ կշիռ ունեին, քան հիմա կունենանք այն պատկերն, ինչ 15 թվականին, երբ տրանսֆերտները կրճատվեցին։ Այնքանով որքանով որ կազդվի էկոնոմիկան, բացասական պարտադիր չի, որ դա լինի մինուս տնտեսական աճ, բայց կարող են տնտեսական աճի կանխատեսվող տեմպերը չպահպանվել։ Պարոն Մանուկյան, այս լարվածությունից, ռուս-ամերիկյան լարվածությունից առաջ հիշում ենք նախագահ Սարգսյանը պահանջեց մեր կառավարությունից մինչև 2040 թվականի միջին տարեկան աճը 5% ապահովել եւ այս տարի կարծես թե ավելի բարձր տնտեսական աճ է մեր կառավարությունը ակնկալում, քան գրված է բյուջեում 3.2%։ Ինչ եք կարծում այս նոր լարվածության ֆոնին, ռուս-ամերիկյան այս հակասությունների ֆոնին, որքանով մեր իշխանություններին կհաջողվի կյանքի կոչել այս տնտեսական հիմնական նախագիծը։ Առաջինը պետք է համաձայնվելով Տիկին Մանասյանի հետ որոշ լրացումներ անեմ, ավելի ամբողջականացնենք, երբ որ մենք ուսումնասիրում ենք օրինակ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի, այսպես ասած, վերլուծական նյութերը, այնտեղ հունվար մայիս ժամանակաշրջանի օպերատիվ տվյալներ կա, մասնավորապես Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ աճել է մոտ 20%-ով, բայց հիմնականում պայմանավորված Ռուսաստանի աճով։ Եվ այստեղ էլ կարևորագույն գործոն է հենց արտաժույթը, այսինքն եթե մենք ուսումնասիրում ենք ռուսական ռուբլի, հայկական դրամ վարկագիծը հունվար-մայիս ժամանակաշրջանում, ռուսական ռուբլին ավելի ուժեղացել էր կամ հայկական դրամը ավելի թուլացել էր, այսինքն այլ հավասար պայմաններում մենք շուրջ 16.6%-ով ավելի
մրցունակ ենք դարձել, եթե այլ բաները մենք բացառենք։ Այսինքն այս առումով ավելի գրավությունը կամ մրցունակությունը մեր հատկապես գյուղմթերքների ժամանակներ են սպասվում։ Հիմա անդրադառնամ ձեր երկրորդ հարցին, այսինքն արդյոք սա կբերի նրան, որ 3.2%-ը որոշակիորեն կվերանայվի։ Նախ սրա համար պետք է նշել, որ ամեն հաջորդող ժամանակաշրջանը հիմա, հա, հուլիսից հետո մենք համատեղման բազան լինելու է 2016 թվականի բացասական զարգացումներ կամ նվազ համատման բազան։ Այս ֆոնի վրա եւ նաեւ հաշվի առնելով, որ այդ սանկցիաների նույնիսկ կիրառության պարագայում դրա ժամանակային լագը այն ժամանակ կլինի, որ արդեն գյուղմթերքները, որոնք հիմնականում արտահանում են, մենք այդ մասով մեծ հաշվով ռիսկեր չենք կրի։ Ունենանք, որովհետեւ 16 թվականին գրեթե 0-ին մոտ եւ նաեւ որ այդ ժամանակային լագը ավելի մեծ է, որ մենք բոլոր այդ բացասական միտումները ուղղակիորեն եթե ժամանակ լինի ես կփորձեմ նաեւ որոշակի բաներ ասել, դրանց էֆեկտը կամ իրական ազդեցությունը մենք գրելու ենք 2018-ին։ Օրինակ մի էֆեկտ ասեմ, երբ որ նույն նմանատիպ հրամանագրերի մասն ենք մենք խոսում, կհիշեք, որ ժամանակին նաև էյֆորիայի մեջ էր կարծես Ռուսաստանի Դաշնությունը, ասում էր, հեսա ներմուծման փոխարինում ենք անում, ժամանակը անցավ, նկատեցինք, որ ներմուծման փոխարինումը ընդհանրապես եղավ, օրինակ լեհական խնձորները դարձան բելարուսական, հա, փաստացիորեն ներմուծման փոխարինում եղավ։ Հիմա այս կոնտեքստով, բայց ամենակարևոր էֆեկտն էր, որ գնողունակ պահանջարկը Ռուսաստանի Դաշնությունում, եթե մենք ուսումնասիրենք, այս սանկցիաների հետևանքով նվազել է։ Հասկանալի է, որ սանկցիաների հետևանքով էլ ավելի է նվազելու։ Հիմա սրա նաև լուծումը այն է, որ պետական բյուջեի վրա բավականաչափ մեծ ճնշումներ ա ու օրինակ իմ գնահատմամբ նաև նման կարգի խոսակցություններ կան Ռուսաստանում, օրինակ էներգետիկ համակարգում, մասնավորապես գազի սակագները բարձրանալու են, հա, հիմա որ բարձրանան, սա ինչի որտեղ նաև սպառման շուկաներն են նվազում եւ այլն, այնտեղ եվրոպական բաժամիջոցների արդյունքում Ռուսաստանը ստիպված բարձրացնել այդ թվում Հայաստանի։ Տիկին Մանասյան, որքան հասկանում ենք ռուս-ամերիկյան այս հակասությունները կարծես թե կարճատև ինչ որ ժամանակահատվածի համար չեն, կարծես թե ավելի այսպես լուրջ խնդրի հետ գործ ունենք։ Եթե մենք այս առումով դիտարկենք ազդեցություն Հայաստանի տնտեսության վրա, ինչ եք կարծում, հա, տեսանելի հեռանկարում այնինչ հետևանքներ կունենա հայաստանյան տնտեսության համար։ Ես նախ եթե թույլ կտաք, ես կհավելեմ, որ ֆինանսական կանալների եւ կապիտալի հոսքը եւս նշանակալի ազդեցություն կունենա։ Ինչի նկատի ունեք։ Ես նկատի ունեմ ռուսական կապիտալի ներկայացվածությունը Հայաստանում։ Բանկային համակարգ։ Մենք առնվազն 3 բանկերում Ռուսաստանը ունի մեծ բաժին, համատեղ ձեռնարկություններից 1300 ռուսական կապիտալով են, ունենք շատ խոշոր ձեռնարկություններ, Հեցնա, Գազպրոմնա, Արմենալը, որ դառավ ռուս Արմենալ եւ այլն, ներդրումներ ակնկալիք մենք տեսեք մեր վերջին ընտրությունների ժամանակ մեր կառավարությունը եւ հատկապես իշխող կուսակցության լիդերները խոստումներ էին տալիս ներդրումների հոսքի ակտիվացման։ Եվ հիմա կարծում եք այդ ներդրումների այդ ծավալը մենք չենք ունենա։ Շատ հավանական է, որ այդ ծավալները չենք ունենա, սպասված ոչ միայն աճ չի լինի, այլ նաեւ այն ներդրումները, որոնք որ արտահոսքը չի բացառվում, այդ 3 բանկերի կանալներով հնարավոր է նաև արտահոսք, եթե Ռուսաստանում լիկվիդացիոն խնդիրներ ծագեն, բայց ես շատ հաճախ հանդիպում եմ փորձագետների կարծիքների, որ Ռուսաստանում բավական լավատեսորեն են տրամադրված այն հաշվով, որ հիմա Եվրասիական տնտեսական միություն հնարավորություն կտա, որ Ռուսաստան կապիտալի ներհոսքի արգելանքը կփոխհատուցվի Ղազախստան, Հայաստան եւ մնացած երկրներով հոսքերի եւ ինչ որ չափով կամորտիզացվի, այսինքն, բայց ընդհանուր առմամբ ձեր հարցին անդրադառնալով ասեմ, որ այո, թեև շարժառիթները եւ հայտարարված պատճառները կարծես թե աշխարհաքաղաքական են, Ղրիմի համար, Դոնբասի համար են կիրառվում այս պատժամիջոցները, բայց առհասարակ ոնց որ թե հիմնական հումքային ռեսուրսների գլոբալ շուկաների վերաբաշխման ընդհանուր ենթատեքստ ունեն սրանք։ Պարոն Մանուկյան, ես հիշում եմ, որ 2009-ից հետո հատկապես Հայաստանի իշխանությունները խոսում էին դիվերսիֆիկացիայի մասին եւ ասում էին, որ այ մենք պետք է մեր տնտեսությունը պատրաստենք, որպեսզի այն արտաքին բացասական այսպես ալիքներին ավելի կայուն դիմագրավի եւ մենք տեսանք պատժամիջոցների ազդեցությունը հատկապես 16 թվականին Հայաստանի իշխանություններին որքանով հաջողվեց անցած տարիների ընթացքում 8 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը պատրաստել արտաքին բացասական ալիքների ասեմ, որ եթե մենք ուսումնասիրում ենք դիվերսիֆիկացիա, այսինքն մեր ապրանքային
հաշվեկշի, այսինքն արտահանման եւ ներմուծման դիվերսիֆիկացիա, չափանիշը դա կենտրոնացվածություն, այսինքն ինչքան խումբ երկրներից եւ ինչքան խումբ ապրանքախմբերից ես դու կախված։ Հիմա մեր արտահանումը 5 խոշոր ապրանքային ուղղություններ դրանք կազմում են 50%, այսինքն մենք մեծապես նույն կոնյունկտուրան շուկայական ոնց որ կար կամ կառուցվածքը մեր արտահանման ինչ ձևով որ կար, այդպես է շարունակում ենք մի չնչին փոփոխություններով։ Ի տարբերություն դրա մեր ներմուծումը բավականաչափ դիվերսիֆիկացված է, այսինքն թե գազը, թե մարդատար ավտոմեքենան եւ այլն, եթե այսպես նայենք 20%-ի կարգի է, այսինքն այս առումով դիվերսիֆիկացիա կնշանակի, որ մենք ավելի բազմազանեցնենք եւ բոլոր ձվերը այսպես ասած չդնենք մեր մեկ զամբյուղում, մեծ հաշվով վերամշակող արդյունաբերության մեծ մասը շարունակում է դեպի Ռուսաստան հոսել եւ այս առումով մենք շարունակում ենք խոսել։ Նու հանքային մթերքները ոչ, որտեղ հիմնականում եվրոպական, բայց սննդի պատրաստի սննդի մասով այո, բայց ես մի բան էլ կուզենայի ավելացնել, իհարկե այդ ռիսկը կա, որ կարելի է ֆորմալ առումով շրջանցել եւ մեծ հաշվով ամենահիմնական մարտահրավերը այս սանկցիաների իհարկե համաձայն եմ շուկաների վերաբաշխում թերթակարային, այսպես ասած, տեխնոլոգիաների համար ավելյալ շուկաներ, դրա համար Եվրոպամիությունը որոշակի քննարկումներ է անում նույն կարգի պատրաստակամությամբ չի ամենայն դեպս փորձում սրան իրականացնել Գերմանիան հատկապես այս կոնտեքստում, բայց այնուհանդերձ մի կարևոր բան կա, այս ամենի արդյունքում Ռուսաստանից տեղի ունենալու կապիտալի ներհոսք։ Սովորաբար այն հայ-ռուսական կապիտալը որ կար, նրանք փորձում են գեներացնել այդ օտարերկրյա կապիտալը, ավելի մեծ կապիտալ դիզել եւ որոշ դեպքերում ավելի շահութաբեր ոլորտները տեղափոխել հիմա։ Եվ սրան զուգընթաց, եթե դուք ուսումնասիրեք օրինակ այս ի տարբերություն նախկինի, այստեղ նաեւ ֆինանսների նախարարությունը ավելի շատ վերահսկողական Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը ավելի շատ վերահսկողական գործառույթներ է տրված, հենց որպեսզի այդպիսի հնարավորություն չլինի, որ ֆորմալ առումով տեխնոլոգիաները Ղազախստան ներմուծվեն եւ հայտնվեն ռուսական շուկայում։ Այսինքն այս մասով ռիսկերը երկրները, որոնք կդիմեն նման քայլերի, ավելի մեծ խոշորացուցի տակ կլինեն եւ ավելի ազդեցիկ կլինի նրանց վրա ազդեցությունը։ Տիկին Մանասյան, կարծում եք այս իրավիճակից կամ այս իրավիճակի ֆոնին Հայաստանի կառավարությունը պետք է վերանա իր տնտեսական ռազմավարությունը առաջիկա տարիների համար, թե Ռազմավարության մասին կարծում եմ, որ վաղ է խոսել արմատական փոփոխությունների, որտեղ ռազմավարությունը երբ որ հայտարարված է, դրա փոփոխության կարիք չկա, բայց ռեֆորմների կարիք կա կամ զանազան օրենսդրական ակտերի կիրարկման պրակտիկան բարելավելու կարիք անշուշտ կա, հակակոռուպցիոն պայքարի մասին բազմիցս խոսվել է, բայց քայլ է պետք անել առաջ։ Բազմաթիվ բաներ կան, որի կարիքը մեր երկիրը ունի եւ եթե մենք մանևրելու ինչ որ օղակ ունենք, ապա պետք է մենք այդ օղակի եզրային սահմանի վրա փորձենք մանևրել, ոչ թե ներսում փոքր հատվածներով։ Դուք ինչ մի փոքրիկ բան էլ ես կուզենայի ասել, եթե մենք դիտարկում ենք օրինակ, հասկանում ենք, որ ռուսական ռուբլու վրա մեծ ճնշումներ կան, ինչ նշանակում է այլ հավասար պայմաններում մեր մրցունակության կամ Ռուսաստանի Դաշնություն մատչելիության ավելի նվազում, պայմանավորված նաև գնողունակ պահանջարկի նվազմամբ, քանի որ մեր ապրանքները այլ հավասար պայմաններում պետք է թանկանան, սա նշանակում է, որ կառավարությունը ավելի լուրջ պետք է մտածի, ավելի նորանոր շուկաներ հայթայթելու։ Սրան էլ գումարենք, որ այս սանկցիաները ոչ միայն անդրադառնում են Ռուսաստանի Դաշնության, այլ նաև Պարսկաստանի։ Սա եւս հնարավորություն է, այնպես չի, որ միայն պետք է դիտել, որ սա բացասական է, բայց այս հնարավորությունը, որ դու կյանքի կոչես, ոչ թե պետք է իրականացնել այն ժամանակաշրջանում, երբ որ Պարսկաստանը ընդհանրապես սանկցիաների մեջ էր եւ մեծ հաշվով Հայաստանը միակ գործընկերն էր, մենք ոչ մի ներդրումային նախագծով չկարողացանք այդ մարդկանց դուռը թակել, մեկ էլ երբ որ բացվան բազում ներդրողներ եկան, էլի Հայաստանը ոչ մի բան չուներ առաջարկելու։ Պարոն Մանուկյան, շնորհակալություն Տիկին Մանասյան, հիշեցնեմ, որ մենք հյուրընկալել էինք Կովկասյան հետազոտական ռեսուրսների Կովկասյան կենտրոն Հայաստանի ղեկավար Հեղինե Մանասյանին եւ տնտեսագետ Արտակ Մանուկյանին։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Կրեմլը պատասխան գործողություններով է հանդես եկել ի պատասխան այսպես ԱՄՆ կոնգրեսի կողմից նախաձեռնած հակառուսական պատժամիջոցների։
Նավթի ու պղնձի միջազգային գները շարունակում են աճել, տեսնում ենք, որ դրամի համեմատ դոլարն ու ռուբլին գրեթե չեն տատանվել։ Դուք դիտում եք տնտեսական ազատությունը, հաղորդումը վարեց Սարգիս Հարությունյանը, ցտեսություն։